Սիրելիներ, փառք Տիրոջը, շնորհակալ ենք Տերից, որ այսօր էլ հնարավորություն ունենք Տիրոջ առաջ իրան երկրպագելու շնորհքը տածի պես, օրհնյալ է Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, եղբայրներ քուրեր ջան, Տեր օգնի մեզի, որպեսզի մենք կարողանանք մեր սրտերը, մեր մտքերը կենտրոնացնենք իրապես պաշտելու Տիրոջը եւ քննենք մեր սրտերը, որովհետեւ սա իրականում շատ կարեւոր է եւ որ մարդը ինքն իրան ճանաչում է, նա սկսում ավելի լրջորեն հետևել Աստծուն եւ կենթանի խոսքին։ Այսինքն նպատակը որն ասենք, եթե մարդը ճանաչում է մարդ բնությունը, մարդը էլ չի կարող նրա հետ ապրի։ Մի ճանապարհ կա այդ մարդ բնությունից ազատվելու մի միջոց կա։ Դա Քրիստոս անձն է, փառավորվի Տիրոջ անունը, որը կարող է ինձ ու քեզ սիրելի հոգի ազատ անել եւ իրապես հաղորդակից անել իր աստվածային բնությանը։ Կարապետ եղբայրս կարդաց Սուրբ գրքից պաշտամունքի սկզբին ես Տիրոջ օգնությամբ կուզեմ այդ մտքի շուրջ ինչքան Տիրոջ շնորհքով Տերը կկամենա խոսելու Կորինթացիներին նամակում Պողոս առաքյալը այդպիսի խոսք ասում, որ այս խոսքը սիրելիներ հոգևոր մարդու համար սա մեծ բանալի է եւ որ իրապես մենք հոգևոր կյանքի մեջ սա հավատքով ենք օգտագործում, հասնում ենք շատ լուրջ նպատակների։ Անկեղծ պետք է լինենք սիրելիներ մենք Տիրոջ առաջ, որովհետև բնական է մենք տարբեր ճանապարհներով ենք եկել, տարբեր միջոցներով ենք եկել, տարբեր խնդիրներից դրդված ենք եկել, Աստծո դուռը, Աստված տարբեր միջավայրերից է մեզի կանչել բերել, բայց բերել է մի նպատակի համար, որպեսզի մենք իր աստվածային բնությանը հաղորդ լինենք, փառք Տիրոջը, որպեսզի իր աստվածային բնությունը դնի իմ ու քո մեջ, ոչ թե այսօր ասենք մեր անկյունակարը լինի բժշկությունը, չգիտեմ, հրաշքը, նշանը, երկրավորը, նյութականը, ֆինանսականը, ֆիզիկականը, չգիտեմ, այս խնդիրները, մենք մարդ ենք, բոլորս էլ տարբեր կերպերի խնդիրներ ունենք, տարբեր կերպերի հոգսեր ունենք, բայց դա երբեք չպետք է դառնա ոչ միջոց Աստծուն կապվելու, ոչ էլ խաթարվելու միջոց, որ Աստծուց հեռանալ, այսինքն, որովհետև իմ գործը անհաջող է։ Դրա համար Տեր օգնի կուզեմ ևս մեկ անգամ այս խոսքը 17 համարը երկրորդ Կորինթացիների, ուրեմն երրորդ գլխի 17 համարը նորից հիշենք, ու ես կխնդրեմ ձեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր, որպեսզի մենք այս խոսքը հիմա վերցենք եւ թույլ տանք, որ Սուրբ Հոգին իր ծերագրով գրի մեր սրտի տախտակներին, որ չլինի այս դռներից դուրս գանք, մոռանանք ինչ լսեցինք։ Այլ իրականում ուզենա, որ Սուրբ Հոգին էսի դնի իմ մեջ, որ ես քնած ժամանակ, արթուն ժամանակ, ճամփին քայլելուց, աշխատելուց, բոլոր պարագաների մեջ այս խոսքը իմ հետ խոսի, փառք Տիրոջը, որովհետև սա իրոք բանալի է շատ մարդկանց համար, այսինքն բնականաբար, ինչ եմ ասում շատ, բոլորի համար է, բայց ոչ բոլորն են այս բանալին օգտագործում իրենց հոգևոր կյանքի բարելավման եւ իրենց ավելի մոտենալու Աստծուն, փառավորվի Տիրոջ անունը, արտերն է հոգին, եւ ուր Տիրոջ հոգին կա, հոն ազատություն կա։ Այսօր եղբայրներ քուրեր, եկեք մտածենք, տեսնենք, վերջապես այսպես կշռենք մեր մեջ բոլոր մարդկությունը ազատություն է սիրում։
ամբողջ մարդկությունը ազատություն է սիրում, ասում են Եվրոպան ազատ երկիր է, Ամերիկան ազատ երկիր է, բայց հետաքրքիր է ինչով ազատ, ինչի մեջ է ազատ, ինչից է ազատ, բայց Պողոս առաքյալը այդ ազատության մասին չի խոսում, Տերն է հոգին, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ է ազատությունը, քանի մարդկանք ստեղ, որ ունենք Տիրոջ հոգին մեր մեջ, բայց եկեք մտածենք ու տեսնենք, ինչքանով ենք մենք ապրում այդ ազատությունը, ինչքանով է գործում մեր մեջ այդ ազատությունը, գիտեք ինչքան ցավով եմ ասում եղբայրներ քուրեր, լինում են դեպքեր մարդու հետ զրուցում ես, հավատացյալը տարիների, եւ որ ուղիղ ես ասում իրան իրա բնության դեմ, ասում ինչ անեմ եղբայր ջան, իմ խասյատն էլ էդ է, ես ոչ բան չեմ ասի, ասող կա, որը ժամը կգա կասի, օրը կգա կասի, բայց ես ցավում եմ, որ մարդ տարիներով գալիս ես, Աստծուն ես հետևում, տարիներով ծունկ ես ծռում, բայց այսպես ասած վտանգավոր, վատ, այսպես վրեդնի խարակտերից, բնությունից, հատկություններից, բնութագծերից, մենք այսօրվա դրությամբ չենք ուզում հրաժարվենք։ Եղբայրներ քուրեր, լինում են դեպքեր մարդը, ասենք, բռնված է ստախոսությունով, ու հաճախակի ինքը զղջում է դրա համար, ու հաճախակի կրկնում է, որովհետև դրանից ազատ չի։ Ինչու սիրելիս, որովհետև այս խոսքին չի հավատացել, որ Տիրոջ հոգին եկել է, ինքը քեզ ազատ անելու, դու ուղղակի սիրելի հոգի, հրաժարվի քեզնից, դու քեզ մերժի, քո պատկերացումները, գաղափարները, հասկացողությունները, ըմբռնումները, բոլոր տեսակի մարդկային չափ ու ձևերը թող, հավատա այս խոսքին, այս խոսքը հոգի է, այս խոսքը կյանք է, այս խոսքը մարդի խոսք չի, որ այսօր կա վաղը կարա չլինի։ Ես ուզում եմ մի շատ բոլորիս հայտնի համար կարդանք, եղբայրներ քուրեր, բոլորիս հայտնի հատվածը սա գրված Սուրբ գրքում, Եսայա մարգարեի 55-րդ գլխում։ Տեսեք ինչ ասում Աստծո կենդանի խոսքը։ Վասնզի ինչպես անձրևը ու ձյունը երկնքեն կիչնե եւ ոնչի դառնար, հապա երկիրը կոռոքե ու զանիկա պատղաբեր արգասավոր կնե ու ցանողին հունդ ու տողին հաց կուտա, իմ բերնես ելած խոսքն էլ այնպես պիտի ըլա։ Հավատանք ես խոսքին, թե չէ սիրելներ, Տիրոջ բերնից ելած խոսքն ասա, այսպես պիտի լինի ասում է, ինձի պարա պիտի չդառնա, հապա իմ կամքը պիտի կատարի ու հաջողությամբ ի գործ դնե այն բանը, որու համար զանիկա ղրկեցի, փառավորվի Տիրոջ անունը։ Սիրելի եղբայրներ քուրեր, մեկ համարել կա մեր բոլորին շատ հայտնի, սիրելներ, ես նոր բաներ չեմ ասում, այլ կուզեմ, որ մեր, այսպես ասած, անկեղծ միտքը թարմացնենք, արթնանանք Տիրոջ խոսքի վրա։ Մեր սիրելի Պողոս առաքյալը, այսպես ասում Հռոմեացիների նամակում 8-րդ գլխում, Վասնզի 29 համարը, վասնզի անոնք, որ առաջվնե կճանչնար, առաջվանյալ սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից ըլալու, որպեսի անիկա անդրանիկը լինի շատ եղբայրներու մեջ։ Եղբայրներ քուրեր,
Այս խոսքերը գրվել է որպեսի որ գրվի, թե գրվել է որպեսի իրականություն լինի։ Այս խոսքերը իմ համար է։ Ես կարող եմ, դու կարող ես սիրելի հոգի, դավանես, որ այս խոսքերը իմ համար է։ Սա ինձ է վերաբերվում։ Որտեղ եւ որ մենք հավատում ենք Աստծո խոսքին, եւ այդ խոսքը վերցում ու ուղղում եմ ինձի, ես ինքս արդեն իմ վրա լուրջ պատասխանատվություն եմ զգում, որ այս խոսքը իմ համար է, ու ես դրա համար պետք է ապրեմ։ Փառավորվի Տիրոջ անունը, եւ այդ խոսքը հոգի դարձած ինձ ու քեզ կազատի բոլոր տեսակի ադամական մեղքի բնությունից, կապերից ու կապանքներից, Տերն է հոգին, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ է ազատությունը։ Ժողովուրդ ջան, մենք մարդիկ ենք, ներողություն, մենք մարդիկ ենք, մենք մեր ազատության համար, եկեք անկեղծ Տիրոջ առաջ, չեմ ուզում, որ մեկը բարձրաձայնի կամ ձեռք բարձրացնի, բայց մենք բոլորս մեր սրտերի մեջ, եկեք մեր անձերը խոստովանության ենթարկենք Տիրոջ առաջ։ Մենք մեր ազատության համար բոլորին քերի կվերցենք, որպեսզի մենք ազատ լինենք։ Մենք մեր ազատության համար կարող ենք ընտանիքին ստորացնել, երեխուն ստորացնել, եղբորը, քրոջը, հարևանին, դրացին, չգիտեմ ով ուզում է լինի, մենակ թե ես լավ զգամ ինձի։ Սա մարդկային ազատություն է։ Իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոսը փառավորվի, գրված է Փիլիպպեցիների 2-րդ գլխում, սիրելներ, ասում միայն ձեր անձի շահը մի փնտրեք, 2-րդ համարից սկսած, 2-րդ գլխի 2-րդ համարից սկսած, ամեն մեկը ասում է թող ընկերի շահը փնտրի, սա ազատության արտահայտություն է, սա ազատ լինելու պտուղ է, սիրելներ, ամեն մեկը թող իր ընկերի շահը փնտրի, որովհետև Տեր Հիսուսը երկնքից գալով, ինքը Աստված լինելով, իրեն ասունչը հավասարեցրեց, այլ ծառայի կերպարանք առավ, մարդու նման եղավ, խոնարհվեց, հնազանդվեց եւ մինչեւ մահվան եւ այն էլ խաչի մահվան։ Այս է ազատության կերպարը, սիրելներ։ Ազատության կատարյալ խորհուրդը օրդյալ լինի Տիրոջ անունը, Տերն է հոգին, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ է ազատությունը։ Իսկ որտեղ որ մենք ուզում ենք մեր կամքը հիմնենք, որտեղ որ մենք ուզում ենք մեր կամքը թելադրենք, որտեղ մենք ուզում ենք մեր ցանկությունները առաջ հրենք, վերջապես սա ազատություն չի, սա գերություն է։ Պատկերացնում եք սերներ, կարող է 10 մարդ միտեղ լինեն, ասենք մեկը սաղին ուզենա պատրաստի այդ բոլորին, որպեսզի իր ձևով նստեն կանգնեն, որին իրան լավ զգա, ազատ զգա։ Բայց Տեր Հիսուսը այդպիսի բան չարեց։ Ասում է ես չեկա ծառայություն ընդունելու, ես եկա ծառայություն անելու, սա ազատ լինելու արտահայտություն է, սիրելներ, միայն ազատ մարդը կարող է ծառայություն անել։ Մեղքին ծառամարդը իր եղբորը, իր քրոջը, իր ընտանիքին չի կարա ծառայի, հնարավոր չի որ ծառայի, եթե մեկը մեղքին է ծառա։ Բայց Աստծո ծառան միայն կարող է իր նման մարդուն, իր հարազատի դեմը խոնարհվի, ցածրանա, օրդյալ լինի Տիրոջ անունը, ժամանակի պատճառով ես չեմ ուզում երկար ասեմ, սիրելներ, Տերը թող զորացնի, բայց այս հարցում եկեք մեր անձերը բերենք Տիրոջ առաջ, մենք կարողանանք աղոթ կանել անձնական տունը, եւ որ առանձին ենք, ծոմերով աղոթ կանենք, որ Տերը հայտնվի յուրաքանչյուրին, ու այս ազատությունը իրականանա յուրաքանչյուրի մեջ, որպեսզի երբևիցե չասեմ, դա իմ խասյատն ախպեր ջան, ինչ ես ուզում։ Օրինակի համար մեկը 70 տարեկանում ապաշխարել է, ասնել վերջ, էլ ես իմ սովորություններից չեմ բրծնի։
Սա սատանայի սուտն է, որ սատանան փսփսացել այդ մարդի ականջին։ Այ մարդու ծեր ես, էլ քո ինչ սովրելու վախն է, էլ դու չես դզվի։ Սիրելիս, ինչքան էլ չոր ճյուղ լինի, ճյուղը, ծառի ճյուղը, եւ որ դնում են ձեթի մեջ, յուղի մեջ, փափկումա թե չէ, փափկումա, եւ ինչ ձև, ինչ ֆորմա, ասես կարող են տալ այդ չոր ճյուղին։ Դրա համար եւ որ մենք Տիրոջ Սուրբ Հոգի յուղի մեջ լինենք, այն ժամանակ Սուրբ Հոգին մեզի կձևավորի այնպես ինչպես ինքը կուզի ինձ ու քեզ տեսնի։ Ամեն։